ազգակործան պատուհասի կողմից շարունակվում է այս օրերին ուղղակի գրոհը հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Վերջին օրերին մենք նաև տեսանք Մայրաթորի արձագանքը ուղղված Փաշինյանի հայտարարություններին։ Մենք նաև ֆիքսում ենք, որ Փաշինյանի կողմից ձեռնարկված այս գրոհը ուղղակիորեն ուրախությամբ է ընդունվում Ադրբեջանի հասարակական քաղաքական շրջանակներում։ Մենք տեսնում ենք, որ ադրբեջանական մեդիատիրույթում ուղղակի էկստազի մեջ են ընկել Փաշինյանի հայտարարություններից։ Այս եւ այլ հարցերի շուրջ այսօր ես զրուցելու եմ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ։ Բարև պարոն Հակոբյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Տեսեք, Փաշինյանը այս գրոհը, որ նախաձեռնել է հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, կարծես թե փորձ է անում թեման դարձնել ներքին օրակարգ, որպես այդպիսին, մոռացության տալով, միտումնավոր մոռացության տալով այն հանգամանքը, որ Կովկասի մահմեդականների առաջնորդ Ալաշուկյուր Փաշազադեն ընդամենը օրեր առաջ խեղաթյուրող հայտարարություններ տարածեց հայ առաքելական եկեղեցու նկատմամբ եւ ըստ էության հենց Փաշազադեի խոսքից հետո Փաշինյանը սկսեց այս գրոհը։ Դե գիտեք, անկախ նրանից, թե Փաշինյանը ինչ փորձեր է կատարում, այսինքն մոռացության տալ, շեղել եւ այլը, ինչ գործիքներ է օգտագործում կամ ինչ թեմաներ է մտցնում այս հակաեկեղեցական իր խաչակրած, այսպես ասենք, արշավում, տվյալ պարագայում հասկանալի է, որովհետեւ ամեն ինչ հասկանալի է, որովհետեւ այդ հայտարարությունը, որի մասին դուք ասացիք, հայտարարությունից հետո շատ կարճ ժամանակ է անցել, այսպես ասենք, ամեն ինչ շատ ակնհայտ է տվյալ պարագայում, բայց ընդհանուր առմամբ նաև ակնհայտ է, որ այս տարիների ընթացքում, մանավանդ պատերազմից հետո, Ադրբեջանը բավականին բաց տեքստով էր շատ դեպքերում խոսում, որ իր համար մեծ վտանգ են պարունակում որոշակի կայացած ինստիտուտներ, դա հայ առաքելական եկեղեցին եւ Սփյուռքը առհասարակ, եւ վերջին օրերին բառացիորեն այս արշավից առաջ արված հայտարարությունը, այդ իրենց հոգևոր առաջնորդի արված հայտարարությունը, դա բնականաբար կարծում եմ այսպես շտապեցնելու մեսիջ էր, այնպիսի տպավորություն է, որ ժամանակին նման խոսակցություն եղել է, համենայն դեպս Փաշինյանին դրա մասին ասել են, այս թեման բարձրացրել են, նման պահանջ դրել են եւ տպավորություն կա, որ ստացել են հավաստիացումներ, որ այս հարցերը լուծելու է, բայց չէր լուծում եւ այս մենք տեսնում ենք, որ այսպես Ադրբեջանը իր սովորական գործիքակազմն է օգտագործում, երբ տեսնում է, որ ինչ որ մի հարց, որի մասին պայմանավորվել են, Փաշինյանը խոսք է տվել դա իրականացնել, բայց ձգձգում է, ուղղակի տեքստով են դրա մասին ասում, հրապարակային դաշտում, հրապարակային եւ այլը։ Հիմա տվյալ պարագայում այդ պատվերը իջեցված է, այդ շտապեցնելու մեսիջը տեղ է հասել եւ Փաշինյանը ինչ որ ձևով պետք է սկսեր իր պայքարը հայ առաքելական եկեղեցու դեմ, տվյալ պարագայում բնականաբար, քանի որ դա շատ զգայուն թեմա է Հայաստանի հասարակության համար եւ ոչ միայն նրանց մոտ, ովքեր ասենք բավականին կապված են հայ առաքելական եկեղեցու հետ զուտ իրենց ապրելակերպով, այլ նաեւ ընդհանրապես հասարակության ամենալայն զանգվածների մոտ, որովհետեւ դա, այսպես ասում են, գենի մակարդակով է մտած հայ առաքելական եկեղեցու կարեւորությունը, մարդիկ բնականաբար բավականին բարդ են ընդունում դա, այսպես ասեմ, եթե մեղմ ասեմ, կամ բավականին տարակուսանքով են ընդունում, իսկ այն ոճը, որով դա մատուցվում է, այդ հայոյախառը ոճը, այդ անձնականին կպնելը, այսինքն եւս մեկ, եթե կարելի է հերթական Պանդորայի արկղ բացվեց, հիմա էլ արդեն ասենք տեղաշոր է տեղափոխվում իր թիրախը
արդեն այդ ոլորտում է, ինքը ըստ էության Պանդորայի այնպիսի արկղ է բացում, որը որ ես ասեմ ձեզ, որ թերևս վտանգավոր է շատ շատերի համար, այդ թվում նաև իր թիմակիցների համար։ Ես չեմ կարծում, որ օրինակ իր թիմակիցները, այդ խմբակը, իշխող խմբակը ոգևորված է դրանով, որովհետև իրենք շատ լավ հասկանում են, որ դա ծայրահեղ ռիսկային քայլ է, ծայրահեղ ռիսկային։ Որը մի օր իրենց դեմ կօգտագործվի։ Մի օր չէ, ես կարծում եմ շատ արագ դրա իրենց դեմ կօգտագործվի, որովհետև այսպես ասենք, եթե այս օվերտոնի պատուհանն է բացվում, այս տաբուն է հանվում, ապա ասենք ինչ է խանգարում շատերին, ասենք նույն բանը շատ արագ վերադարձնել, որպեսզի խաղը փակել, գոնե այս գործիքակազմի էֆեկտիվությունը կասկածի տակ դրվի, որովհետև սովորաբար գիտեք, շատ դեպքերում, օրինակ նույնը միջուկային զենք ունենալը, դա շատ դեպքերում զուտ կանխարգելման համար է, հա, ոչ թե օգտագործման, այսինքն եթե իմանում ես, որ քեզ է կարող են ոչնչացնել, շատ դեպքերում դա զուտ նրա համար է, որպեսզի ասես ես էլ ունեմ, ես էլ կարող եմ, ասենք 1 րոպե հետո այս նույն բանը անեմ, հիմա ես կարծում եմ այս զենքը կարող է օգտագործվել նաև հենց այսօրվա իշխող վարչախմբի դեմ, չեմ կարծում, որ այսպես ասենք այդ կոմպրոմատային բագաժը պակասություն լինելու է այս առումով։ Հիմա բայց ես կարծում եմ, որ ոչ միայն իրենց հոգևոր առաջնորդի հայտարարության դա հետևանք է, այլ նաև չեմ բացառում, որ հիշում եք Ալբանիայում հանդիպում տեղի ունեցավ, այդ սուրճի շուրջ ես կարծում եմ որոշակի թեմաների մասին խոսվել է, որովհետև ակնհայտ է, որ Փաշինյանը հերթական անգամ հորդորել է, խնդրել է, աղաչել է Ալիևին, որպեսզի այդ խաղաղության պայմանագիր կոչվածը ստորագրվի, ես կարծում եմ, որ այնտեղ լուրջ խոսակցություն գնացել է, որ մենք չենք կարող որևէ ինչ-որ իշխանության հետ որևէ բան ստորագրել, եթե իրենք, այսպես ասենք, իրենց խոստացածը չեն կատարում։ Եվ հիմնականում, եթե նկատեցիք, այդ Ալբանիայից հետո սրվեց նաև մի այլ ինստիտուտի նկատմամբ պայքարը, Արցախի իշխանությունների դեմ պայքարը, հա, հիմա մենք տեսնում ենք, չէ, որ նախագահ Շահրամանյանին են անընդհատ քաշքշում, տանում հարցաքննության, մի մոմենտ խոսում էին կալանավորելու մասին, այսինքն ամեն ինչ արվում է, որ հանկարծ այսպես նոր ընտրություններ չլինեն, այդ ինստիտուտը առհասարակ վերածվի նախևառաջ պրեզիդենտական ինստիտուտը։ Ես կարծում եմ, որ Ալբանիայում որոշակի խոսակցություններ եղել են երկու ղեկավարների միջև, Ադրբեջանի եւ Հայաստանի, որտեղ իրեն ըստ էության նախապայմանների մասին, այն նախապայմանների մասին, որոնց մասին նախկինում քիչ էր խոսում, հիմնականում խոսում էր սահմանադրություն փոխելու մասին, չգիտեմ, այլ բաների մասին էր խոսվում, վերջի շրջանում նորից ակտիվացավ, չէ, 350,000 ադրբեջանցիների վերադարձման հարցը, որը որ ըստ էության գոյաբանական պրոբլեմ է դառնում այս առումով, բայց ես կարծում եմ, որ Ադրբեջանը բավականին լավ պատրվակ է գտել, որ ինչու չի ստորագրում, ասում է նախ եւ առաջ դու քո ասածներին տեր եղի, մենք կասկածում ենք, դու արդյոք դիրապետում ես ամբողջ իրավիճակին քո երկրում, ասենք կապված թե Արցախի իշխանությունների հետ կապված, ինստիտուտի հետ կապված, որովհետեւ մյուս կողմից եկեղեցու հետ կապված, որը որ ըստ էության այլընտրանքային քաղաքականություն է վարում։ Ի վերջո պատրվակը դա Շվեյցարիայում ամենայն հայոց կաթողիկոսի հայտնի ելույթն էր, հա, որը որ ուղղակիորեն հակասում է այդ քաղաքական գիծը, այն գաղափարախոսությունը եւ մեսիջները, որոնք հղվեցին, դրանք ուղղակիորեն հակասում են այսօրվա Հայաստանի դե ֆակտո իշխանությունների, դե յուրե իշխանությունների վարած քաղաքականությանը։ Ադրբեջանը ինչ վտանգ է տեսնում հայ եկեղեցու մեջ։ Հայ եկեղեցին դա կոնսոլիդացնող ինստիտուտ է։ Դա նախ եւ առաջ ինստիտուտ է։ Մենք երևի թե այլ ինստիտուտներ, հայկական ինստիտուտներ, հայապահպան պետականաստեղծ ինստիտուտներ, որոնք ըստ էության կարող են այլընտրանք հանդիսանալ պետականության բացակայության պայմաններում, իսկ եկեք ուղղակիորեն խոսենք այսօր Հայաստանում պետականության մասին թերևս թե տեսական առումով կարող ենք խոսել, որովհետև Հայաստանը այսօր իր բոլոր հատկանիշներով տապալված պետությունների շարքին կարող է դասվել, որովհետև մի պետություն, որը որ իր թե ֆիզիկական անվտանգությունը չի կարողանում ապահովել
եւ թե ռեալ որևէ իմունիտետ չունի տնտեսական ցանկացած էքսպանսիայի նկատմամբ, մենք տեսնում ենք, հա, տնտեսության վիճակը, եթե մի երկրում 1 տարվա անցյալ տարվա համեմատ արտահանումը եւ ներմուծումը մի դեպքում 2 անգամ է պակասել, մյուս դեպքում 2.5 անգամ, դա կատաստրոֆա է ընդհանրապես։ Դա նշանակում է, որ որևէ հողի վրա որևէ հիմք չկա, որ այդ տնտեսությունը աշխատում է, այսինքն արտաքին գործոններով էր ամեն ինչը պայմանավորված։ Այսինքն մենք գործ ունենք տվյալ պարագայում կլասիկ տապալված պետության հետ։ Տվյալ պարագայում տեսականորեն կա պետականություն, բայց իրականում այն քաղաքականությունը, որը վարում է այսօրվա իշխանությունը, դա ըստ էության օտարի քաղաքականություն է։ Եվ ըստ էության այն քաղաքականությունը, որ իրենք վարում են, դրանք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքականություն, Հայաստանի Հանրապետության շահերից ելնելով դժվար է ասել։ Եկեղեցին տվյալ պարագայում այլընտրանքային քաղաքականություն է վարում։ Այսինքն եկեղեցին մտել է իր այն գործառույթի մեջ, որը միշտ ունեցել է, երբ պետականություն չես ունեցել, ըստ էության հայապահպանության խնդիրներով հայկական շահը միշտ հետապնդել է եկեղեցին։ Այսօր մենք դե ֆակտո հենց այդ վիճակը ունենք եւ Շվեյցարիայում այդ ելույթը եւ ընդհանրապես հայ առաքելական եկեղեցու վարքագիծը 20 թվականից հետո ի վերջո եկեղեցին մինչև հիմա էլ իրենք ակտուալ են համարում, այսինքն իրենք չեն չեղարկել իրենց պահանջը, չէ, Նիկոլ Փաշինյանի երաժերականի, դա հենց դրա ապացույցն է։ Այս պարագայում բնականաբար այս ինստիտուտի գոյությունը իսկ կամ այս տեսքով գոյությունը, այս քաղաքական գիծը կրելու պարագայում դա բավականին լուրջ խնդրեմ է թե Ադրբեջանի համար եւ թե Թուրքիայի համար առհասարակ։ Ավելին ես ասեմ նաև այն երկրների համար, աշխարհաքաղաքական այն կենտրոնների համար, որոնք այս տարածաշրջանում իրենց աշխարհաքաղաքական ծրագրերն են իրականացնում հենց Ադրբեջանի եւ Թուրքիայի միջով, կամ Թուրքիայի նախ եւ առաջ, հետո Ադրբեջանի միջոցով, ասենք նույն Մեծ Բրիտանիան տվյալ պարագայում եւ այլ նախկինում նաև նախկին ադմինիստրացիայի պարագայում Միացյալ Նահանգների նաև Միացյալ Նահանգները նորի պարագայում դերևս ես կարծում եմ ձևավորված հստակ քաղաքականություն այնուամենայնիվ չկա։ Այս պարագայում բնականաբար ուղղակիորեն պետք է թիրախավորվի միակ մնայուն կայացած 1700 տարուց ավել գոյություն ունեցող եւ բավականին ամուր հիմքեր ունեցող բոլոր առումներով ինստիտուտը եւ Նիկոլ Փաշինյանը ըստ էության լծվել է այս գործին, որը որ նորից եմ ասում, բավականին զգայուն թեմա է, բավականին կարող է կոնսոլիդացնող լինել թե հասարակության համար, հենց թե եկեղեցու համար, որովհետեւ այն թեմաները, որ եւ այն բնորոշումները, որ ինքը տալիս է, այդ թվում նաեւ անձնավորելով ինչ որ հարցեր մտնելով անթույլատրելի գոտիներ, ինքը կարող է կոնսոլիդացնել նաեւ հենց եկեղեցուն։ Գաղտնիք չէ, որ ասենք նույն այս Նիկոլ Փաշինյանի հանդեպ վերաբերմունքը այնտեղ, ասենք հենց սրբազան շարժման ժամանակ, հա, դա երևաց միատարր չէին այնտեղ, բայց հիմա սա կարող է հենց շատ դեպքերում նաեւ կոնսոլիդացնել ընդ որում նաև գործողությունների առումով, ոչ միայն մոտեցումների առումով, հայտարարությունների առումով, այլ նաև կոնսոլիդացնել թե եկեղեցուն, հոգևոր աշխարհը, թե աշխարհիկ, այսպես ասենք, սեգմենտը եւ թե քաղաքական դաշտը։ Շատերը ավելին էին սպասում Մայրաթորի հայտարարությունից եւ տպավորությունը, որ առհասարակ հանրության մեջ լարվածությունը այն աստիճանի է հասել, որ մարդիկ դիմադիր սեգմենտից, դա հոգևոր մասը, քաղաքական մասը պահանջում են արդեն հստակ գործողություններ։ Ես համաձայն եմ ձեզ հետ, որ հասարակության ակտիվ զանգվածը համենայն դեպս եկեղեցուց ավելի, այսպես ասենք, ավելի մեծ, ավելի գործնական արձագանք էր սպասում, այսինքն ձևավորվել էր գերսպասում, այսպես այդ գերսպասման ֆոնի վրա այս հայտարարությունը, որ հնչեց օրերս Մայրաթորի կողմից կամ այդ եպիսկոպոսական ժողովի այդ որոշումը, այդ հայտարարությունը իրոք երևի թե շատերին գուցե չբավարարեց, ոմանց հիասթափեցրեց եւ այլը եւ այլը։
Ես կարծում եմ, որ հայտարարությունը իհարկե իր բնույթով բավականին կոշտ էր, բավականին թիրախավորված էր, գուցե կոնկրետությունը որոշ դեպքերում, ասենք, պակասում էր, մանավանդ այն մասով, երբ ասենք իրենք դիմում էին ինչ-որ մարմինների, ասենք անուններ չէին տալիս կոնկրետ ում են դիմում, ինչ գործիքակազմով։ Ես չեմ բացառում, որ իհարկե դա շարունակություն կունենա, այսինքն այդ հայտարարությունը ինքը կունենա նաև կիրառական ինչ-որ մաս, ասենք դրանից կհետևի ինչ-որ գործողություններ։ Պարզ է, որ շատերը սպասում էին կոնկրետ գործողություններ, առավելևս, որ հայ առաքելական եկեղեցին այդ գործիքակազմը կոնկրետ գործողությունների ունի, դա մեր հասարակության մեջ բնութագրվում է մի բառով, նզովքի եւ այլը եւ այլը։ Պարզ է, որ այդ գործիքակազմը եկեղեցին ունի եւ ակնարկվում էր դրա մասին շատ դեպքերում, ասենք սրբազաններից մեկը օրինակ հրապարակավ հայտարարեց, չէ, միջև ժողով ասում էր, որ եթե մենք ցանկանանք, այսինքն նույնիսկ չենք թողի, որպեսզի այսօրվա իշխանության ներկայացուցիչները եւ մասնավորապես վարչապետը իր մերձավոր շրջապատով մուտք գործեն առհասարակ եկեղեցիներ, որովհետև այդտեղ, այսպես ասենք, որոշողները քահանաներն են առնվազն, այսինքն այդ ակնարկները կար, որ եթե պետք լինի, ավելի կոնկրետ գործողությունների կարող են գնալ, այսինքն զրկեն թեկուզ այսօրվա իշխանություններին եկեղեցու բաներից, ծառայություններից, տարբեր ծիսակատարություն, ուրախության եւ տխրության։ Սա ես կարծում եմ առայժմ այս գործիքը իրենց զինանոցում կա։ Ասեմ մի բան, իմ տպավորությամբ այս հայտարարությունը սպառում է հայտարարությունների ֆորմատի ռեսուրսը, այսինքն ես կարծում եմ արդեն չկա այդ ռեզերվն էլ, որը որ կարելի է օգտագործել, եթե այս պայքարը շարունակվում է եկեղեցու դեմ հետագայում։ Իսկ այս պայքարը իրոք շարունակվում է, մենք տեսնում ենք, որ շարունակվում է, որովհետև այդ հայտարարությանը հետևեց Փաշինյանի հերթական գրառումը, ուղղակիորեն կոնկրետ եւ թիրախավորվում էր ամենայն հայոց կաթողիկոսը կապված իր անձնական կյանքի հետ եւ այլը եւ այլը, ես կարծում եմ, որ համենայն դեպս, եթե այս տենդենսը շարունակվի, այս սրությամբ շարունակվի, Փաշինյանը, ինչպես ասում են, վաբանկ գնա, որովհետեւ տվյալ դեպքում ես դա համենայն դեպս այդպես եմ բնութագրում, որովհետեւ այս թեման, եթե շարունակում ես, փորձում ես մինչև վերջ գնալ, դա վաբանկ է, որովհետեւ այստեղ ելքը դժվար է միանշանակ կանխորոշել։ Այս պարագայում գուցե եկեղեցին մյուս անգամ հենց այն գործողությունների կդիմի, որը սպասում են իրենից այս պարագայում։ Ինչ վերաբերում է քաղաքական դաշտին եւ ձեր նշած, որ հասարակությունը ըստ էության այլևս չի ընկալում այս հայտարարությունների մակարդակով արձագանքները, այսօրվա իշխանությունների բոլոր այս գործողություններին, հա, թե արտաքին ոլորտում, թե Արցախի հարցում, թե ներքին քաղաքական հարցերում, բնականաբար, ես կարծում եմ այն ինչ որ հիմա մենք զգում ենք կապված եկեղեցու արձագանքի հետ, այս վերաբերմունքը, այս հոգնածությունը արդեն այս հայտարարություններից, չգիտեմ, զուտ արձագանքներից, մեկնաբանություններից, վերլուծություններից, ես կարծում եմ դեռևս 1-2 տարի առաջ արդեն հասունացել էր կապված մասնավորապես ընդդիմության գործողությունների հետ։ Ես չեմ կարծում, որ երկար կարող են թե քաղաքական դաշտը եւ թե տվյալ պարագայում նաեւ արդեն հոգեվոր դասը իրենք, այսպես ասենք, անտեսեն հասարակական այսօրվա տրամադրությունները, այսինքն հասարակությունը մի բան է պարզ, որ հասարակության մեջ հասունացել է կոնկրետ գործողություններ անելու ոչ միայն պահանջը, այլ նաեւ ենթադրում եմ մի մասի մոտ նաեւ պատրաստակամությունը մասնակցել այդ գործողություններին։ Անդրադառնանք Հայաստանի շուրջ տեղնոցող իրադարձություններին։ Այս մայրցամաքում կա երկու ռազմաճակատ, ռուս-ուկրաինական, նաև մերձավոր արևելք, որոնք
ուղիղ ազդեցություն կարող են ունենալ արդեն մեր վրա եւ մասնապես ռուս-ուկրաինական պատերազմի մասն է խոսքը տեսանք ուկրաինական կողմի հատուկ գործողությունը, որի շրջանակներում տասնյակ ռուսական կործանիչներ ոչնչացվեցին եւ բնականաբար դա անպատասխան չի մնալու Ինչ շահեց ձեզ Ուկրաինան այդ գործողությամբ բացի ինֆորմացիոն քարոզչական աղմուկից Ես կարծում եմ, որ Ուկրաինան տվյալ պարագայում փորձ էր անում զուտ հերթական ռաունդից առաջ Ստամբուլում կայացած հանդիպումից առաջ, հունիսի 2-ին կայացած հերթական բանակցային փուլից առաջ փորձեց փոխել ֆոնը, այսպես ասեմ։ Այսինքն Ուկրաինայի նկատմամբ վերաբերմունքը վերջին ամիսներին ընդհանուր առմամբ որպես պարտվածի նկատմամբ, այսպես ասենք, ինչ որ տրամադրություններ կային, այսինքն համարվում էր, որ Ուկրաինան այլևս որևէ բանի պիտանի չի, որևէ ռեսուրս չունի, դիմադրողականությունը բավականին թույլ է եւ այլը եւ ըստ էության ցանկացած պահանջ, որը դրվում էր այդ թվում նաև Ռուսաստանի կողմից, շատ դեպքերում ձևական առումով արևմտյան որոշ շրջանակներ, մասնավորապես Միացյալ Նահանգները իբր չէին ընդունում, բայց իրականում, այսպես ասենք, նաև չէին աջակցում Ուկրաինային որևէ բանով։ Ուկրաինան փորձեց, եթե կարելի է այսպես ասել, շուռ տալ սեղանը, փորձել իրավիճակ փոխել։ Թեկուզ առնվազը բանակցություններից առաջ, այսպես այն պահանջների ցանկը, որը բերելու էր Ռուսաստանը, այդ մեմորանդում կոչեցյալից ելնելով, գոնե ինչ որ կետեր մեջից հանել այս պայմանական ուժի տեսակետից, հա, ուժի ցուցադրման տեսակետից։ Այսինքն Ուկրաինան, եթե պարզ ասենք, իրենք բավականին էֆեկտիվ կոնկրետ օպերացիա իրականացրեցին, այդ Պաուտինա օպերացիան, որը իրականացրեցին, ես կարծում եմ բավականին լուրջ հետաքրքիր օպերացիա էր, որը որ երևի թե հետագայում գոնե կդառնա դասագրքային, որովհետև բավականին լուրջ օպերացիա էր եւ բավականին հաջողված, բայց ստրատեգիական առումով, տակտիկական առումով ինքը կարող էր որոշակի ազդեցություն թողնել հենց բանակցային գործընթացի վրա, բայց գլոբալ առումով անհնար է, որովհետև այն տրենդը, որը ձևավորվել է, այն տենդենսը, որ ձևավորվել է արդեն վաղուց, եւ աշխարհաքաղաքական այն փոփոխությունը, որ տեղի է ունեցել անցյալ տարվա նոյեմբերից հետո, Միացյալ Նահանգներում ընտրություններից հետո, մենք տեսնում ենք, հա, մեր աչքի առջև է այդ ամեն ինչը տեղի ունենում, թույլ չի տալիս ենթադրելու, որ Ուկրաինան իզորու է տվյալ աշխարհաքաղաքական կոնյունկտուրայի պայմաններում եւ իր սեփական ռեսուրսների սպառման, փաստացի սպառման պայմաններում էականորեն փոխել իրավիճակը ռազմաճակատում եւ դա ինչը նաեւ արտացոլվում է բանակցային գործընթացում, որովհետեւ բանակցային գործընթացում հաշվի են առնվում իրականությունը, ռեալիաները, որոնք ձևավորվում են հենց ռազմաճակատում, հա, կարող են որոշակի նորից եմ ասում, տրամադրություններ փոխել, ի վերջո Ուկրաինան կարող է նաեւ սրանով փորձ անել եւս մի որոշ ժամանակով երկարաձգել օգնության մատակարարումը իրենց այս առումով, այսինքն այդտեղ էլ իրենց հատուկ շահերը կան շատ-շատերի մոտ եւ ոչ միայն, այսպես ասենք, կապված պատերազմի հետ, այլ նաեւ սեփական ինչ-որ շահեր կան այդ ամեն ինչում, բայց չեմ կարծում, որ ստրատեգիական առումով դա որևէ չափով փոխում է իրավիճակը, առավելևս, որ իսկապես գրեթե կասկածից վեր է, որ նման որակի, նման չափի, եթե ոչ ավել, եւ ենթադրում եմ ասիմետրիկ պատասխան լինելու է, կարելի է միայն ենթադրել դա ինչպիսին կարող է լինել, որովհետև այնուամենայնիվ ռուսների ռեսուրսները եւ հնարավորությունները, այդ թվում նաեւ հետախուզական հնարավորությունները, իրենք համադրելի չեն նույն Ուկրաինայի հետ, թեպետ պարզ է, որ այս օպերացիայում Ուկրաինան գոնե առնվազն հետախուզական առումով այդ նույն ինքնաթիռների, ստրատեգիական ավիացիայի ինքնաթիռների
տեղաբաշխման կոորդինատների առումով զգալի աջակցություն ստացել է ամենայն դեպքում իր որոշ արևմտյան գործընկերներից, հովանավորներից եւ այլն։ Ես կարծում եմ, որ ամեն դեպքում բանակցությունները շարունակվելու են, մենք տեսանք, որ բանակցությունները շարունակվել էին եւ ընդհանուր առմամբ այդ բանակցային փուլի մասին, երբ խոսում են այդ հունիսի 2-ի, բոլորը ասում են, որ բավականին հաջողված է եղել։ Ամեն դեպքում ընդ որում թե ռուսները, թե ուկրաինացիները, ես կարծում եմ որոշակի դա ինչ որ ազդեցություն ունեցել է այդ օպերացիան, բայց զուտ այսպես սիտուացիոն տակտիկական առումով։ Եվ ի վերջո, գիտեք, բանակցությունները այնպեսի մի գործընթաց է, որտեղ նրանք ովքեր որ մասնակցում են եւ նրանք ովքեր որ միջնորդ են, ամենակարևորը միջնորդ են, իրենք միշտ փորձում են ապահովել դեմքը պահպանելու հնարավորությունը ցանկացածի մոտ առասարակ։ Տվյալ պարագայում Ուկրաինայի համար սա կարող է նաև դեմքը պահպանելու մի, այսպես ասենք, էլեմենտ լինել։ Պատերազմի այս փուլում Թուրքիայի դերակատարումը նորից մեծացավ։ Մենք տեսնում ենք, որ հիմնական միջնորդական առաքելությունը Թուրքիան է ստանձնել, հատկապես Էրդողանի հետ ակտիվ է նաև Հական Ֆիդանը, արտգործնախարարը, որին շատերը համարում են Էրդողանի հավանական հետնորդ, եւ Թուրքիան ինչ է շահելու իր այս միջնորդությունից Հարավային Կովկասում։ Դա, գիտեք, Թուրքիայի դերակատարումը Հարավային Կովկասում իհարկե շատ բանով կապված է լինելու, թե ինչ քաղաքականություն է մեր տարածաշրջանում ի վերջո իրականացնելու Միացյալ Նահանգների այսօրվա ադմինիստրացիան, որովհետև այս առումով, տեսեք, արդեն կես տարի անցել է, ինչ իշխանության է եկել Տրամպը, պաշտոնապես ստանձնել է նախագահի պաշտոնը, բայց մինչև հիմա ամենայն դեպս մեր տարածաշրջանի շուրջ որևէ հստակեցում չկա, իսկ հստակեցում չկա հիմնականում այն պատճառով, որ շարունակվում են Իրանի հետ բանակցությունները, այսինքն մեր տարածաշրջանի դերը Միացյալ Նահանգների հետ մոտ զգալիորեն կապված է Իրանի հետ Միացյալ Նահանգների վարվող բանակցային գործընթացով։ Եթե բանակցային գործընթացները ընթանան այս հունով, որով հիմա ընթանում են, ամենայն դեպս այն ինֆորմացիան, որ հնչում է թե պաշտոնապես, թե այսպես կոչված ինսայդերական ինֆորմացիաները, որոնք կան, կարծես թե այո, ինչ որ դրական հունով է գնում, ասինքն կողմերը Իեջուկս Իսրայելի սպասումների։ Այո, կողմերը Իեջուկս Իսրայելի սպասումների, այո, ըստ էության, եթե գնա այդ հունով եւ պատերազմ չլինի, այսինքն որևէ մեկը Իսրայելին թույլ չտա հարվածել, ուղղակիորեն հարվածել Իրանի միջուկային կամ պրոմիջուկային, այսպես ասենք, օբյեկտներին, ապա այս պարագայում ես կարծում եմ մեր տարածաշրջանի դերը Միացյալ Նահանգների համար ինքը կարող է մնալ ինչ որ կարևոր, այսպես ասենք, բայց ոչ վճռական եւ կարող է դառնալ սակարկության, այսպես ասենք, առարկա Ռուսաստանի հետ բանակցություններում։ Կարճ ասած, երբ հիմա սկզբունքորեն ասած, հիմա էլ ընթանում է նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացը, որին ուղղակիորեն մենք տեսնում ենք մասնակցում են Միացյալ Նահանգները, Չինաստանը, Ռուսաստանը, եւ փորձում է այդ ամեն ինչի մեջ տեղավորվել Միացյալ Եվրոպան կամ այն ինչ որ Միացյալ Եվրոպայում մնացել է, այո, որովհետեւ այնտեղ էլ միատար չեն, մենք տեսնում ենք դա, ես կարծում եմ այդ նոր աշխարհակարգի ձևավորման պարագայում չի բացառվում, որ եթե Իրանի հետ հարցերը, ինչպես ասում ենք, Միացյալ Նահանգների համար ընդունելի լուծում ունենան, ապա Միացյալ Նահանգները այս տարածաշրջանը, ինչպես եւ յետխորհրդային շատ մնացած տարածաշրջանները, չհաշված բնականաբար մեծ Բալտիկան եւ այլն, կարող են զիջել նույն Ռուսաստանին, իսկ մեր տարածաշրջանում գուցե նույնիսկ ասվի, որ Թուրքիայի հետ լուծեք ձեր հարցերը, որովհետեւ սկզբունքորեն ասած, մինչեւ 20 թվականը Թուրքիան այն ազդեցությունը չուներ մեր տարածաշրջանում, ինչ որ որքան հիմա, ընդ որում Ռուսաստանի թույլտվությամբ նախ եւ առաջ։
տվյալ պարագայում, որովհետև այստեղ ինչ էլ ուզում ենք ասենք, այսինքն Ռուսաստանի դիրքերի թուլացման հաշվին է այս ամեն ինչ եղել եւ Ռուսաստանի իմացությամբ եւ համաձայնությամբ փաստացի։ Այսինքն այստեղ հիմա տեսեք մենք խոսում ենք, որ Ստամբուլը դարձել է այս բանակցային գործընթացի մայրաքաղաքը, Էրդողանն է ոգևորված հունիսի 2-ի բանակցություններից հետո ասում էր, որ եթե մի քիչ էլ այսպես շարունակվի, բոլոր առաջնորդները կգան արդեն թե Ռուսաստանի, թե Ուկրաինայի եւ թե այդ դեպքում նաեւ Տրամպը կարող է գալ եւ Ստամբուլը կդառնա մայրաքաղաքը աշխարհի, այս Էրդողանի ոգևորված արտահայտություններն են դրա մասին, պարզ է, որ առանց Ռուսաստանի ցանկության Ստամբուլը չէր կարող դառնալ մայրաքաղաքը, մանավանդ որ միջ այդ Սաուդյան Արաբիան էր։ Եթե հիշում եք, նախնական են բանակցային գործընթացներ մի քանի տեղի ունեցան, եթե չեմ սխալվում, երկու ռաունդ տեղի ունեցավ, ընդ որում բավականին բարձր մակարդակով արտգործնախարարների, պետքարտուղարի Սաուդյան Արաբիայում է, բայց հետո Ռուսաստանը ըստ էության նախապատվությունը տվեց Ստամբուլին, Վլադիմիր Պուտինը անձամբ այդ առաջարկը արեց հրապարակային, այսպես ասենք, մայիսի 9-ից առաջ, թե մայիսի 9-ից հետո հրապարակային Ստամբուլը անունը տվեց, այսպես ասենք։ Ես կարծում եմ, այս խնդիրը նրանում է, որ Սաուդյան Արաբիայի հետ Միացյալ Նահանգների այսօրվա վարչախումբը ձևավորելով բավականին սերտ բիզնես կապեր, մենք տեսանք, հա, Տրամպի այցը Սաուդյան Արաբիա եւ այն կոնտրակտները, այն համաձայնագրերը, այսպես տրիլիոնների նույնիսկ ինչ որ կոնտրակտները, որոնք կնքվեցին, որոնք հիմնականում վերաբերում էին Միացյալ Նահանգներ դեպի ներդրումների մասին էր խոսքը գնում, այսինքն արաբական փողերի ներդրումը Միացյալ Նահանգներ, մենք տեսանք, որ ասենք Սաուդյան Արաբիան այս պահի դրությամբ կարծես թե որոշակի այսպես շեղում ունի դեպի Միացյալ Նահանգներ եւ ամենայն հավանականությամբ Ռուսաստանի համար մի քիչ ռիսկային է ուժեղացնել Սաուդյան Արաբիան տվյալ պարագայում որպես պարտներ, առավել եւս որ Սաուդյան Արաբիան ունի այն գործիքակազմը, այն ճակերտներում զենքը, որը կարող է ազդել, զգալիորեն ազդել Ռուսաստանի տնտեսական պոտենցիալի վրա, այսինքն նավթի գինը շատ դեպքերում պայմանավորված է լինում Էլ-Ռիադի վարած քաղաքականությամբ եւ Տրամպը իմիջիայլոց անընդհատ դրա մասին ակնարկում է, որ ընդհանուր առմամբ որևէ սանկցիա նույնիսկ պետք չի, նավթի գնից է շատ բան կախված։ Եվ այս պարագայում ես կարծում եմ երկու գուցե ոչ ամենալավ տարբերակների պայմաններում ռուսները գուցե այս պարագայում էլ նախընտրեցին քիչ թե շատ իրենց համար հասկանալի կամ վերահսկելի տարբերակը տվյալ դեպքում Թուրքիան։ Դա իհարկե մեզ համար պրոբլեմատիկ է, որովհետև ամեն դեպքում ցանկացած դեպքում Թուրքիայի ուժեղացումը, դիրքերի ուժեղացումը մեզ համար դա իհարկե խնդիր է, բայց մյուս կողմից էլ տեսեք մենք խոսում ենք, որ Միացյալ Նահանգները Իրանի հետ կարծես թե լեզու են գտնում, ինչ որ հարցում, դա բավականին լուրջ, այսպես ասենք, մեզ համար դրական իմպուլս է, որովհետև պարզ է, որ եթե իրականում այստեղ մեծ պատերազմ սկսվի Իրանի եւ Իսրայելի կոնկրետ այսպես անվանենք, հա, նոմինալ առումով հակառակորդներին, ապա մեզանում գրեթե անխուսափելի է Զանգեզուրի կորուստը, Սյունիքի կորուստը, տվյալ պարագայում, այդ իսկ պատճառով այս Իրանա-ամերիկյան բանակցությունների այսօրվա տենդենսը մեզ համար համենայն դեպս ավելի օպտիմիստական տրամադրություններ կարող է ձևավորել, եթե լիներ նաև adekvat իշխանություն Հայաստանում, adekvat ազգային հայակենտրոն իշխանություն, այլ ոչ թե դրսի շահերը սպասարկող, տվյալ դեպքում Ադրբեջանը եւ Թուրքիա, ես կարծում եմ մեծ հնարավորություններ են բացվում նաև տեղավորվել նոր աշխարհակարգի ինչ որ մի այսպես ասենք ծրագրերի մեջ փոքր, բայց ինչ որ ծրագրերի մեջ եւ ունենալ իր հնարավորությունները այս իրավիճակից ինչ որ մի ճանապարհով դուրս գալու։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես նույնպես։
Իմ հյուրներ քաղաք տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, ձեզ հետ էր Դավիթ Ֆիդանյանը, բաժանորդագրվեք Antifake YouTube-յան ալիքին, կհանդիպենք։